Պարոն Ցոլակյան, նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն էր հրավիրվել, որին մասնակցում եք դուք, նաև մարզպետարանից ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ, այ հետաքրքիր է, թե ինչու հանկարծ Սերժ Սարգսյանը հիմա որոշեց խոսել այն խնդիրների մասին, որոնք մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, Սերժ Սարգսյանը չգիտեր, որ նման իրավիճակ է Գյումրիում։ Խոսքը նամասներ, եթե դուք ասում եք, տեսեք, խնդիրների մասին չգիտել, չգիտեին։ Բնական է, որ մենք դրանից առաջ շատ հանդիպումներ եղել, հանդիպումների ժամանակ միշտ էլ խոսակցություն գնացել այն խնդիրների մասին, որոնք այսօր բարձրաձայնվեցին, ուղղակի իր կողմից բարձրաձայնվեցին, որոնք նաև քննարկման թեմա դարձան։ Ուրեմն ես ներկայացրեցի այն, ինչ որ կա մեր մոտ եւ իհարկե նաև խնդիրներ։ Խնդիրների մասին խոսեց նաև հանրապետության նախագահան, շատ քաջատեղ էր ամեն ինչից, ու եւ ասեց եւ շատ ճիշտ էր երևի եւ ձևաչափը, որ սկիզբը հենց ինքը սկսեց այդ խնդիրներից եւ ուզում էր լսել դրանց մասին եւ դրանց կատարման ընթացքի մասին։ Պարոն Ցոլակյան, Սերժ Սարգսյանը մի տեսակ խիստ էր խոսում։ Ձեր տպավորությունները ինչպիսին էին։ Արդյոք այս իրավիճակի համար մարզի ղեկավարությանն է մեղադրում, նաեւ կոնկրետ ձեզ։ Ինձ երբեք ոչ ոք չի մեղադրել առ այսօր։ Ես արետնել չեմ տալիս մեղադրելու, բայց այնց նախագահան որևէ մեկին չէր մեղադրում։ Բայց իրական վիճակն էր, վիճակի հետ կապված խոսակցություններ, ես այդտեղ չի եղել այդպիսի բան, խիստ ասել, բայց պահանջը նաև որ այն տեղերը, որտեղ որ բացեր ունենք, այդ տեղերը աշխատենք բացերը վերացնել։ Սերժ Սարգսյանին արդյոք տեղեկացրեցիք, փոխանցեցիք, որ Շիրակի մարզի բնակչությունը չափազանց դժգոհ է Հայաստանի Հանրապետության իշխանություններից ու հատկապես իր ղեկավարումից։ Ներկայացրեցիք այդ իրավիճակը, որ գյումրեցին չի հավատում, չի վստահում այդ խոստումները, մենք առաջին անգամ չէ որ լսել ենք, որ աշխատատեղեր կստեղծվեն, բայց փոխարենը գործազրկության ցուցանիշն է ավելանում։ Ինքը տեղյակ է, որ ժողովուրդն իրեն չի հավատում։ Ամեն ինչից բոլորը տեղյակ են, բայց ես ասում դա ձեր կարծիքն է։ Ես գիտեմ առանց մեդիտունը մտնելու, գիտեմ այդ տան վիճակը, գիտեմ մարդկանց ապրելու հետ կապված խնդիրները, ամեն ինչից տեղյակ եմ եւ բոլորն են տեղյակ։ Այսօր պետք չի ձեր իմացածը ներկայացնեք որպես ընդհանուր կարծիք եւ այլ եւ այլ։ Դա ավելորդ եմ համարում։ Պարոն Ցոլակյան, դուք ինքներդ գոհ եք այսինքն այս իշխանություններից։ Այո, ես գոհ եմ իշխանություններից, ես մեկ իշխանություն եմ հենց ինքս։ Բայց դուք ապրում եք ու ղեկավարում եք Հայաստանի ամենաաղքատ մարզն եք ղեկավարում։ Ինչպես կարող է ամենաաղքատ մարզի բնակչությունը գոհ լինել այսօրվա իշխանություններից, այն իշխանություններից, որոնք տարիներ շարունակ խոստացել են այն, ինչ որ հիմա հերթական հանդիպմանն են խոստացել։ Ես արդեն պատասխանեցի, ես արդեն ասացի, որ չի կարելի անընդհատ նույն բանը կրկնել եւ ասել, եւ դա ասում եք դուք, ասում է ձեր հեռուստատեսությունը, ասում են մի քանի աղբյուրներ կան, այդ աղբյուրները, եւ պետք չի ժողովրդի անունից անընդհատ խոսել։ Ժողովուրդը շատ մեծ հասկացողություն է, եւ ժողովրդի անունից խոսելուց զգուշ պետք է լինեք, պետք չի։ Այսօրվա իրավիճակն ենք ասում։ Ուրիշ բան, օդից վերցված բաներ չենք ասում։ Պարզ է, որ սա որքան էլ փորձեն հերքել, այս հանրաքվեին ընդառաջ են այս հանդիպումները։ Արդյոք Սերժ Սարգսյանի կողմից մարզի ղեկավարությանը կոնկրետ ձեզ հանձնարարականներ չեղավ այս սահմանադրության, այսպես ասած, քարոզարշավ իրականացնելու։ Ուրեմն ես մենակ չեմ եղել հանդիպմանը, խմբով ենք եղել հանդիպմանը։ Որևէ խոսակցություն հանրաքվեի հետ կապված չի եղել։ Որևէ նախադասություն այդ մասին չի արծարծվել ընդհանրապես այս թեման։ Խոսքը գնացել է մենակ հաշվետվության մասին, սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, այն մասին, ինչ որ ցեզ ներկայացվեց հեռուստատեսությամբ, մամուլով եւ այլ եւ այլ։ Չի եղել ընդհանրապես խոսակցություն այս մասին։ Դուք կոնկրետ Գյումրիում աշխատելու եք ԱՅՈ-ի ուղղությամբ։ Բնական է։ Ինչու՞։ Որտեվ կողմ եք փոփոխություններին։ Ուրեմն, այո, կողմ եմ։ Ու դա պատճառը հետևյալն է, ամենահիմնական պատճառը։ Եվ դրա արդյունքում մենք ունենանք ավելի կոլեկտիվ ղեկավարման ձև։ Եվ շատ մարդիկ կընդգրկվեն երկրի ղեկավարման գործընթացի մեջ, որը շատ օգտակար կլինի երկրին։ Իսկ ԱՅՈ-ի ուղղությամբ ինչպես եք աշխատելու, ում հետ եք աշխատելու։ Չգիտեմ։ Երևա ժամանակը ցույց կտա, ինչ պետք է արվի, ինչ պետք չէ արվի։ Այսինքն սպասում եք հանձնարարականներ։ Ես ասում ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ենք անում։ Եվ կգա ժամանակը մենք կաշխատենք, այո, կաշխատենք։ Չի մասն է խոսքը։
Իսկ գրեթե միշտ ընտրակաշառք են բաժանում, պարոն Ցոլակյան։ Ես ասում կգա ժամանակը նոր խոսենք, ինչ կա։ Ես դեմ եմ այդպիսի բաներին։ Դեմ եմ այդպիսի բաներին ընդհանրապես։ Իսկ եթե եղավ։ Օրենքի խախտմանն եմ դեմ եմ ձեր ասած այդ ձևաչափերին, բոլորին այդպիսի բաներին դեմ եմ։ Ես կուզենայի, որ լիներ մարդկանց կարծիքը ճիշտ արդայդեն, ամեն մեկ իր կարծիքը արձելու հնարավորություն ունի։ Թող կան մարդիկ ասեն իրենց կարծիքը։ Պետք չէ ժամանակից առաջ եկնել, պետք չի նախորոք որոշել թե SS կլինի, NS կլինի։ Տիկոսի մահաճ։ Եթե ընտրակաշառք բաժանվեց, այս առումով ինչ կանեք, դուք ինչ քայլեր կձեռնարկեք որպես մարզի ղեկավար։ Ասում եմ չի լինել այդպիսի բան, ես չգիտեմ թե ինչի մասին եք խոսում, ասում Տիկոսի ման, չկա այդպիսի բան, ինչ ենք նախորոք մենք մտածում վատ անպայման որ պետք է սա լինի։ Ես ասում եմ չկա այդպիսի մտածելու հնարավոր բան, առիթ չկա այսօր։ Ինչ եք մտածում, մի մտածեք։ Բնական է այդ ժամանակ որ կլինի, դիմեն, եթե ինչ որ բան կլինի, խախտում կլինի, բան կլինի, դիմելը ինչի մասին է խոսքը։ Ես երաշխավորում եմ որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում։